Բարի երեկո հարգելի հետևորդներ, ել չեմ կարող ասել overdose-ները, որովհետև մենակ եմ մնացել, Արփին էլ չկա ու գրազ է ես եկել նախորդ շաբաթ, որ ընդհանրապես չեմ տալու այն Մարտամեկի անունը, որը տևական ժամանակ, ինչպես գիտեք, արձակուրդում է գտնվում, ու նաև կհիշեք, որ հաղորդումը փակելուց ասում էի Արփի էլ մի հատ ուշադիր եղի, կարողա դու էլ չլինես, ու ինչպես տեսնում եք, Արփին եւս չկա, գնացել է շրջագայությունների, բայց փոխարենը կա մեր սիրելի գործընկեր Լիա Սարգսյան ու մենք միասին կամփոփենք այս շաբաթը, կփորձենք պահպանել այն դրայվը, որը կա մեր հաղորդմանը, կքննարկենք թեմաներ։ Լիա, օրինակ նայում ես դու մեր հաղորդումը, թե նախանձություն ես անում, չես նայում։ Նախանձություն անում չեմ նայում։ Թաքուն ես նայում։ Թաքուն գիշերը քնելուց նայում եմ։ Ողջույն մեր հեռուստադիտողներին։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ես էլ ձեզ նման ինձ համար էլ է անհասկանալի այս հաղորդումը ինչի մասին է։ Եկել եմ մի քիչ հումոր մտցնեմ հաղորդման մեջ ու համոհոտ տամ հաղորդմանը, եթե իհարկե կստացվի։ Հույս ունենք կստացվի, որովհետև մեր նախկին գործընկերները հյուրեր, որ եղել են Դավիթը Սարգսյան, Կոյրունը Սիմոնյան, բնականաբար մարդիկ մեկնաբանություններ են գրել, շատ հավանել են, որ իրանց հրավիրել են եւ այլն եւ այլն, ու չնայած չես նայում, հա, խորհուրդ կտամ անպայման նայես, հատկապես որ հիմա էլ դու ես, հա, այսօր հյուրը, բայց նայ ավանդույթը մենք չենք խախտում, իսկ ավանդույթը որն է, ամեն հաղորդումը սկսելուց մենք կարդում ենք նախորդ հաղորդման մեկնաբանություններ, թե ինչ են գրում մարդիկ, ինչ առաջարկություններ կա, նկատողություններ, դիտողություններ, գովեստի խոսքեր են բնականաբար շատ լինում։ Վատ կոմենտները կարդում եք։ Վատ կոմենտներ փորձում ենք նենց անել, որ չգրեն մարդիկ, այսինքն ինչ առումով չեն ջնջում, որովհետև այստեղ մեկը կա, բայց դա այսինքն վիրավորանքները բնականաբար հեռացվում են, իսկ նրանք, որոնք որ եթերային չեն, չկան այդպեսին իհարկե, բայց եթե կան որոշակի բաներ, որոնք որ հաճելի չի ընթերցելը, անձնական լրագրողներին, հաղորդավարներին ուղղված է, բնականաբար չենք կարդում, բայց հիմա ես սկսեմ մեկ մեկնաբանությունից, Գևորգ Ստեփանյանը գրել է ապրեք կեցեք, այդ նախորդ հաղորդման վերաբերյալ է եղել, Փայլակ ջան, մերսի կոմենտս կարդալու համար, Արփի Սուկյասյան ջան, ամեն անգամ զարմանում եմ ձեր զարմանքի վրա։ Գևորգ Ստեփանյանը շնորհակալություն հայտնել կոմենտը կարդալու համար։ Հա, որտեվ նախորդի մեկնաբան մեկին հիշեցնում է Գևորգ Ստեփանյանը։ Դե կարան լինեն, հա, չեմ կարծում, որ ինքն է, որին մենք երես դու կոնե գիտենք։ Շարունակեմ, թրջող ձկներ կան ուղիղ իմաստով օվկիանոսներում, ծովերում ժողովուրդ, եթե դժվար չի ձեր էջերում տեղադրեք լինքը, գտնել չի լինում, արդեն երկու հաղորդում հարցնելով նոր իմանում եմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, Գևորգ Ստեփանյանը երևի արդեն այս մյուս անգամ հստակ կմեկնաբանի։ Նայ, մենք քանի որ գրել էինք, որ ավելի ճիշտ երթերում ասել էինք, որ կցանկանաք տեսնել հաղորդմանը լրագրող մեր գործընկերներից, Հովանես Ղազարյանը գրել է, որ ես կցանկանամ հաջորդին տեսնեմ 5-րդ լրատվականի Լարային։ Լարա Առաքելյանի մասին է խոսքը, կփորձենք հաջորդիվ մեր հաղորդումներում նաև հրավիրել Լարային։ Ռոբ Մեյան գրել է, ոչ մի քաղաքական հետապնդում էլ չկա, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցված խաղ են խաղում, իրականում ընդդիմությունն էլ չկա, ներկա ընդդիմությունը իր գոյությամբ Փաշինյանին ավելի շատ աջակցում է, չլիներ այս փտած ընդդիմությունը ԿՊ-ն հատկանց այն չէր հավաքի։ Կանգ առնենք ու քննարկենք, հա, քաղաքացու մեկնաբանությունը, իսկ առհասարակ ինչ կարծիք ունես դու այս մասին, որովհետև ու մասին ընդդիմության այս մեկնաբանության հետ կապված ինչ կարծիք ունես, առհասարակ վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմությունը որոշեց մանդատները վերցնել, իսկ քաղաքացիների զգալի մասը ակնկալում էին նախ իշխանափոխություն եւ խոստացել էին, որ պետք է հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը, իշխանափոխություն տեղի չունեցավ, հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը չդարձավ, մանդատները վերցրին եւ
դժգոհության ալիք Ես կա։ պատասխանեմ, թե ինչ կարծիք ունեմ մանդատները վերցնելու, թե օրինակ, որ մարդը գրել է, որ ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնեցված խաղ են խաղում։ Ես կարամ երկուսին էլ պատասխանեմ, իհարկե այս ճանճը խանգարում է, բայց մնայ, չեմ կարծում, որ իշխանություն ընդդիմություն համաձայնեցված շատ ուղիղ իմաստով խաղ կա։ Կարող է որոշակի բաներ, որոնք օրինակ, չգիտեմ, համընկնում է, տեղի ունեցող զարգացումները երկուստեք կարող է ձեռնտու լինել եւ այլն, դա չենք կարող ընդհանրապես բացառել, բայց որ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցված խաղ է խաղում, ես շատ ուղիղ իմաստով համաձայն չեմ։ Ինչ վերաբերում է օրինակ մանդատներին, ես ինքս էլ մենք կադրից դուրս էլ չէ շփվում ենք եւ այլն, շատ ենք խոսել այս մասին, որ օրինակ կարծում ենք, որ ընդդիմությունը մանդատները չպետք է վերցնի։ Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ ընդդիմությունը իր մանդատները չպետք է վերցներ, կամ գոնե եթե մտավախություն է, մենք այդ մասին էլ ենք խոսացել մեր հաղորդման ընթացքում, քանի որ նախանձես չես նայում, չգիտես, բանը ասել եմ, օրինակ իմ տեսակետը այսպեսին էր, լավ, եթե ընդդիմության, այսինքն Հայաստան Դաշինքի ուժեղ Հայաստանի մտավախությունն այն էր, որ եթե իրանք չվերցնեն, օրինակ չգիտեմ, ինչ որ մի ձևով կփոխանցվի դա այլ ուժերին, որոնք չեն անցել խորհրդարան, բայց որոշակի տոկոս հավաքել են, այսինքն օրինակ այդ դեպքում կարող էին վերցնել մանդատները, բայց ընդհանրապես չգնային խորհրդարան, գիտենք, որ Կիրակի օրը մեր հաղորդումը երբ որ եթեր հեռարձակվի, այդ օր առավոտյան ազգային ժողովի անդրանիկնիցն է եւ ընդդիմադիրները մանդատները վերցրած գնալու են, երթվելու են եւ այլն, Ինձ օրինակ հետաքրքիր է, քանի որ Նայ, Վահագն Ալեքսանյանը բայց միջև այդ Վահագն Ալեքսանյանին եւ այլն մեկ-երկու կարճ մեկնաբանություններ է մնացել մարդկանց կարտամ եւ արդեն կարող ենք ըստ թեմաների նաեւ դրան էլ կանդրադառնանք այդ բոլոր հարցերին։ Նայ, մենք նախորդ շաբաթ խոսել էինք բանից, որ Գագիկ Ծառուկյանին նորից տարել էին քննչական ու այդ ձեռնաշղթաները իր ձեռքին չկար։ Խորհուրդ էինք տվել քննչական մարմնին Վալբերիսից պատվիրել, գոնե տենց այդ ընթացքում կհասած կլիներ։ հետևել եք ձեր խորհրդին։ Չէ, չեն հետևել, բայց նախորդ անգամ կարծես թե ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հակով էին։ Գուցե ինչ որ չէ, ես էլի տեսել եմ, որ էլի հակով չէր այդ եւ Էդիթա Սիմոնյանը գրել է Գագիկ Ծառուկյանի ձեռքերին ստանդարտ ձեռնաշղթա չի լինում, որովհետև ինքը օրենքից դուրս է։ Կան մարդիկ, ովքեր չեն մտնում սովորական մարդկանց շրջանակի մեջ։ Հենց դա էլ առաջընթացի գրավականն է եւ մեկ էլ Սեդ Ամինասյանը գրել է շատ լավն է եւ շատ ճիշտ է։ Ու եւս մի քանի մեկնաբանություններ, սրտիկներ եւ այլն։ միայն լավ բան են գրել։ Ոչ մեկ վատ բան չի գրել։ Չեմ հանդիպել վատ բանի, եթե մոդերատորները միջև այդ ջնջել են, ուրեմն այդպեսին եղել է։ Հույս ունենք, որ այս մեր հաղորդման մեկնաբանությունները եւս դրական կլինեն եւ կոմոդ կասկած չի առաջանա, որ մենք վատ մեկնաբանություններ ենք հեռացնում։ Եթե իհարկե դու fake edge-ով չմտնես ու վատ բան գրես։ Ես fake edge չունեմ, առավել եւս YouTube-ի fake edge չեմ պահում, բայց արի նայ, դու ես հետևում ամենօրյա ռեժիմով իրադարձություններին, զարգացումներին, ինչ ունեինք այս շաբաթ, արդեն ԿՊԱ-կանները իրար են ծեծում։ Այն որ խոսում էինք, որ այս անդիմությունը գնալու է խորհրդարան, բոքսի տանձե կա դառնալու չէ, տենց ինչ որ բաներ էլ կային եւ այլն, բայց հələ ենթադրում եմ դրան կա, որովհետեւ հիմա ԿՊԱ-կաններն են սկսել իրար ծեծել, մամուլը հրապարակեց սկանդալային միջադեպի մասին, հա, քո հրապարակմանն էլ կանդրադառնանք, բայց նայ ինչի մասին էր խոսքը, ազգային ժողովի ԿՊ խմբակցության ղեկավար, հիմա որ արդեն փոխնախագահի պաշտոնին է հավակնում, Հայկ Կոնջորյանի եղբայրը եւ նույն ԿՊԱ-ական ավականու անդամը իրար էին ծեծել եւ այլն, 5-րդ ալիքի մեր գործընկերները ռեպորտաժ էին պատրաստել, արի մի հատված նայենք, հետո կքննարկենք նաեւ այդ թեման։ Ինչու է ԿՊԱ-կանը ծեծել ԿՊԱ-կանի եղբորը։ Հայլուրի աղբյուրները պատմում են, որ ԱԺ փոխնախագահի տեխնացու Հայկ Կոնջորյանի եղբայրը 1 տարի շարունակ Աբովյանի ավականու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով անցնելիս հայհոյանքներ է հնչեցրել։ Դեպքի օրը հուլիսի 24-ին Նաիրի Հակոբյանը կեսգիշերից հետո դրսում տեսել է Ավետ Կոնջորյանին ու պատասխան պահանջել պահվածքի համար։ Ըստ մեր աղբյուրների Ավետ Կոնջորյանն այդ ժամանակ եղել է ընկերների հետ ալկոհոլի ազդեցության տակ։ Ընկերները հեռացել են, նրան մենակ թողնելով Նաիրիի հետ։ Աբովյանի ավականու ԿՊԱ-ական անդամ Նաիրի Հակոբյանի ու Ավետ Կոնջորյանի միջև ծեծկռտուք է սկսվել Կոնջորյանի շքամուտքի մոտ։ Հավանաբար Հայկ Կոնջորյանի եղբայրը փախել է սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ էլ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարվածում գետնին ընկած Ավետին։ Աբովյանում խոսում են, թե նրանց ծեծողներից մեկը ենթադրաբար բարձրահարկ շենքեր կառուցող Միլոն Մայնինգ ընկերության տնօրենն է։ Այդ ընկերությունից էր ըստ հետպարբերականի բնակարան գնել ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանը։ Նայ,
Այսինքն ինչ է տեղի ունեցել երկու ԿՊԱ-կաններ, ինչ որ փողի թեմա է եղել, չէ, ինչ որ եւ այլն ու սկսել են իրար ծեծել։ Ես ավելի մանրամասն Դու ավելի մանրամասը գիտես, որովհետեւ ես տեսա, որ այս միջադեպի տեսանյութը երբ որ տարածվեց, դու դրանից անմիջապես հետո զրուցել էիր Նայիրի Հակոբյան, ճիշտ եմ ասում ազգանունը։ կնոջ հետ, Նայիրի բացի այդ Հակոբյան նաև Միլոն Մայնինգ ընկերության տիրոջ հետ էի ինչ էին ասում, լավ, ինչ էր ասում այդ տերը, ինչ կինը կդնենք տեսանյութը, թե ինչ էր ասում, բայց արի այնուամենայնիվ մի հատ հասկանանք, ժողովրդավարական երկրում ԿՊԱ-կանները սկսել են իրար ծեծել։ Այս օրինակ նորմալ է, նորմալ չի, հա։ Տեսեք, շատերը դատապարտեցին, որ ծեծը անընդունելի է, այդ թվում մենք էլ ենք դատապարտում, ցանկացած բռնություն բնականաբար դատապարտելի է, Հայկ Կոնջորյանը եւս դատապարտել էր, որ անընդունելի է, իսկ օրինակ Հայկ Կոնջորյանը ինչու չի անդրադառնում այն երևույթին, որ իրավապահ մարմինները տեղյակ չէին այդ երկարատև ձգվող միջադեպից, ավելին, հետո պարզվեց, որ տեղյակ են, քանի որ պարեկային ծառայողը ուղեկցել է իր եղբորը, ով հանրային վայրում հնչեցրել է սեռական բնույթի մենք նայ պարեկայինին կանրադառնանք, բայց ես ուզում հասկանամ, լավ, դու որ գնացիր օրինակ այդ դեպքի վայր, եթե այդպես կարելի է անվանել, ինչ էին խոսում, արի ուզում ես կնոջ այդ հարցազրույցի մի հատվածը։ Այո, կնոջը տեղափոխել էին հայրական տուն անվտանգությունից ելնելով, շատ վատ հոգեբանական վիճակում էր գտնվում, որտեղ տևական ժամանակ է, այսինքն այդ Հայկ Կոնջորյանի եղբայրը գնում էր, հա, անդոր էր խանգարում, գնացել է, հայհոյանքներ է հնչեցրել, կինը Նայիրի Հակոբյանի կինը ասաց, որ երեխաները լսել են, վախեցել են, չեն քնել, իմ տեսանյութից ակնհայտ է, որ լաց է եղել կինը, դե պատմում էր, որ չի ցանկացել ամուսնուն ասել, լավ, արի նայենք այդ տեսանյութը, հետո կշարունակենք։ Արդեն տևական ժամանակը անընդհատ երեկոյան ժամերին ու ժամերին, չգիտեմ ինքը ոչ սթափ վիճակում, թե ինչ կարգավիճակում, անընդհատ գալիս է հայհոյանքներ հնչեցնում, հասնելով մեր պատուհանի տակ, հնչեցնում այդ հայհոյանքները, ինչի որ ներկա է նաև գտնվում 12 տարեկան աղջիկ երեխան, ով սարսափած իր սենյակից գալիս էր վազում էր իմ մոտ, մամ, այս ինչա, մամ, այս ինչա։ Մինչև հասնում էր մեր պատուհանները արդեն մեր տան մոտով որ հասներ, այդ հայհոյանքները այդպես հնչեցնելով մինչև վերջ գնում։ Քանի անգամ է նման դեպք եղել։ Ոյ շատ բազմիցս եղել է, ուղղակի ես անդադ սենց չեմ, որ ինչ որ բաներից ձերծ մնանք, ասենք անընդհատ ես ասել եմ, ձեն չեմ հանել, բան։ Ձեր ամուսնուն տեղյակ չեք պահել։ Չէ, ես տեղյակ չեմ պահել, նայրի ոչինչ տեղյակ չի եղել։ Ուղղակի այս վերջի դեպքը արդեն որ եղավ մի քանի օր առաջ, նույն ձևով էլի նույն կարգաճը, բայց ոչ արդեն իր մեքենայով չէր արդեն, այս վերջի դեպքը ուրիշ մեքենայով էր եւ բարեկի ուղեկցությամբ։ Նայ, բարեկի ուղեկցությամբ։ Օրինակ դու էլ ես մեքենա վարում, դու էլ ես քաղաքում շրջում, տեսած կլինես, հա, որ օրինակ բարեկայինը շատ ուշադիր է, հա, տարբեր տեսակի խախտումների, այդ թվում երեկոյան ժամերին մեքենայից հնչող երաժշտության վերաբերյալ բարեկին, ով Տուգանային հրապարակ էր տեղափոխել իմ մեքենան այն ժամանակ, ես կանգնեցրել էի մեքենան Ամերիա բանկի դիմացի հատվածում, որտեղ նաև կանգնեցնում են իրենց մեքենաները պետական աշխատողներ, իրենց մեքենաներն էլ էին այդտեղ գտնվում, Շահումյանի հրապարակի մասին է խոսքը։ Ես ավելին ասեմ, հեռախոսահամար էի թողել, որ եթե անհրաժեշտություն լինի տարհանելու, իսկ դու գիտես, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ակետից գնում է Բեկետ, բոլոր մեքենաները անխտիր այդ վայրերից հեռացնում։ Այդում եւ օրինակ ՀՊ գրասենյակ, երբ որ ինքը գնում է Սայաթնովայի, այնտեղ ապրող մարդիկ 1000 անգամ բարձրաձայնել են, որ ասենք օրինակ եթե նախատեսված է վարչության նիստը ժամը 5-ին 6-ին, կեսօրից արդեն այդ մարդիկ այսինքն երբ որ տուն են գնում, չեն կարողանում իրանց մեքենաները իրանց շենքի դիմաց կանել։ Լավ, դու քոնը կանգնացել ես Շամյան հրապարակում, որտեղ այլ մեքենաներ կային, այլ մեքենաներ կային, դեսպանատան մեքենաներ կային նաև պետական ծառայողների մեքենաներ եւ ես կանգնեցրի, որպեսզի գնամ հասցնեմ կառավարության նիստին ներկա լինեմ, ճեպազրույցին ներկա լինեմ ու հեռախոսի համար եմ թողել։ Ես այսօր օրինակ հիմա փնտրում եմ այդ բարեկին, որպեսզի հասկանամ ինչպես է հնարավոր, որ հենց այդպես թիրախավորված ընտրել եւ տանել հենց այդ մեքենան։
ու ակնկալում եմ, որ մի պարեկային էկիպաժ կուղեկցի ինձ, որպեսզի ես հայտնաբերեմ այդ պարեկին եւ հաշվեհարդար տեսնեմ նրանից, այսպես ասած։ Կարող ենք։ Բայց ես հույս ունեմ, որ հաշվեհարդարի մասին քո Ինչպես ասածը որ օրինակ Ավետ Կոնջորյանի դեպքում Բայց նայ, պարեկը ուղեկցել է, իմ որ համարել է, հայրը- չէ, շատ աբսուրդային էր, էլի, Պարեկը այսինքն ուղեկցել է, որ հայրը- հասարակական կարգը պահպանողը թույլ է ուղեկցում է հասարակական կարգ խախտողին, ով գնում է ընտանիքի մոտ, հա, հաշիվներ է պարզում, հայհոյանքներ է հնչեցնում եւ այլն, դա չի տեղավորվում ընդհանրապես այդ մարդու արած, այսինքն Հայկ Դա է Կոնջորյանի եղբոր պատճառը, արած որ Նայիրի Հակոբյանի կին ասում է, որ իրավապահներին չի դիմել, որովհետև կարծում է, որ եղբայրը իր Հայկ Կոնջորյանի հովանավորչության ներքո է գործել այդ ամենը։ Արի նայ, քանի որ խոսացինք բարեկայինից, ես օրինակ առաջարկում եմ զանգենք ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակին Նարեկին Սարգսյան, օրինակ հասկանանք այդ բարեկայինների մասով ինչ որ ծառայողական քննություն նշանակվել է, չի նշանակվել, եթե կուզես դու կարող ես Ես զանգել, զանգեմ։ հա ես կձայնագրեմ, որովհետև հետո նրա ձայնը որպեսզի ավելի པարզ լինի։ Այն որ բարեկային ծառայությունը պետք է բարեփոխվի, դրա մասին ոչ մեկս չենք խոսում։ Զանգ։ Ալո, Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ բարև ձեզ։ Ձեզ հետ Տիկին Սարգսյանն է խոսում։ Շատ պաշտոնական եք։ Պարոն Սարգսյան, ուզում ենք հայտնաբերել այն Նախ Նարեկ պարեկին, ջան, ողջույն։ Մենք overdose հաղորդում ենք նկարում Լիան առանց ներկայանալու եւ այլն, շատ իսկ պաշտոնական։ Նարեկը ձեր հավատարիմ հետևորդն է ու Հա, անպայման եւ Նարեկը նախանձություն չի անում ի տարբերություն։ Շատ վատ է լսվում։ Իմ ձայնը Այո, դուր հələ մի հատ։ Մի րոպե։ Այդ դուր որ ձայնագրել։ Ասում Նարեկ ջան, ողջույն, Լիան շատ պաշտոնական սկսեց։ Overdose հաղորդումն ենք նկարում, Հրիփսիմեն ու Արփին չկան արձակուրդում են, դե ես մենակս տանջվում եմ, խնդրել եմ Լիան էլ գա, միասին վարենք ու մենք թեմա ենք քննարկում Աբովյանում, հա, այդ երկու քպահականների ծեծի, բայց այդտեղ մեզ ավելի շատ հետաքրքրում է նախարարության, ներքին գործերի նախարարության դիրքորոշումը կամ տեսակետը այն փաստի վերաբերյալ, որ ըստ մամուլի հրապարակումների Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանը, երբ որ գնացել է Նայիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքները հնչեցրել եւ այլն, տեսանյութն էլ կար, այդտեղ իրան ուղեկցել է պարեկային ծառայողը։ Հիմա ուզում եմ հասկանամ, նախ ուղեկցել է, թե օրինակ պատահաբար է հայտնվել կադրում, եթե ուղեկցել է ծառայողական քննություն նշանակվել է, թե չի նշանակվել։ ես այն թեմով էսպայն շատ բան ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունով արդեն կա նշանակված ծառայական քննություն, եւ ծառայական քննությունը որ ավարտվի, արդեն նոր կկարողանամ որոշակի մանրամասներ հայտնել ձեր նշածի իսկ հայտնաբերել են տվյալ պարեկին։ Այդքանը կարող եմ ասել։ Լիան ասում է այնուամենայնիվ նույնականացված են, չէ՞ այդ պարեկները։ Իհարկե նման որոշակի հրապարակումներ եղա համապատասխան եւ այլ լրատվականներ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը, տեսանյութում հստակ երևում է թե Բորդը, հա, մեքենայի բորդը։ բորդը ասենց ասած համարանիշներն է երևում, նաեւ մենք ունենք GPS սարքեր, որ հստակ կարող ենք իմանալ թե կոնկրետ որ օրը, որ ժամին նշված կարգախումը որտեղ է եղել, որտեղից որտեղ է շարժվել։ Դա սխալ տեղեկատվություն է։ Օրինակ, եթե արկա է տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ պարեկային ծառայողը ուղեկցում է, ասեմ, թե ինչ ասեմ, գնում է Ավետ Կոնջորյանի հետևից, ով հայհոյում է։ Ծառայողական քննության ընթացքում ինչ եք ուզում պարզել, որ իսկապես Ավետ Կոնջորյանը հայհոյել է եւ նա ուղեկցել է միտումնավորությամբ, թե ինչ եք ուզում հասկանալ, եթե արդեն իսկ կա տեսանյութը։ Ծառայողական քննության ընթացքում տեսանյութը ուսումնասիրվում է եւ այդ վերնշած բոլոր հարցերի պատասխանները տրվում են։ Պարեկային ծառայության կարգախումբը ունի հստակ իր երթուղին, արդյոք այդ երթուղին է եղել թե ոչ, եւ մնացած բոլոր հարցերը մի խոսքով այդ տեսանյութը բնականաբար ծառայական քննության ընթացքում պետք է ուսումնասիրվի։ Իսկ ինչ պետք է աներ պարեկը տեսնելով, որ քաղաքացին հանրային վայրում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում։
նաև ծառայական քննության ընթացքում կտրվի պատասխան օրինակ արդյոք այդ ամեն ինչը տեսանելի է եղել պարեկին թե ոչ, այլ հանգամանքներ եղել են թե ոչ, ցանկացած ոստիկան էլ բնականաբար եթե տեսնում է հանցագործություն պետքա այդ պահին կանխի հանցագործությունը եւ դրանից հետո նոր նաև լուսավորներ ձեռնարկի։ Պարոն Սարգսյան, իսկ օրինակ մտածելու տեղիք տալիս է այն հանգամանքը, որ Նայիրի Հակոբյանի կինը ասում է չենք դիմել իրավապահներին, քանի որ կարծում ենք, որ որևէ քայլ չէին ձեռնարկելու։ Ինչով է պայմանավորված քաղաքացու այս մտահոգությունը կամ կարծիքը։ Ես չեմ կարող ասել քաղաքացու մտահոգությունը ինչ հետ է կապված, բայց ցանկացած հաղորդում ահազանգ ոստիկանությունում բնականաբար ընթացք է տրվում։ Ես չեմ կարող պատասխանել, թե քաղաքացին ինչ է այդպես մտածում։ Իսկ օրինակ ընթացք տրվել է Ավետ Կոնջորյանի այդ հայհոյանքների տեսանյութերին, հա, ուսումնասիրվել է։ Ես դա ներքին գործերի նախարարության տիրույթում չի պատասխանը, բայց որքան որ ես տեղյակ եմ, քրեական վարույթի շրջանակում նաև ուսումնասիրվում է դերնստած տեսանյութը, եթե ճիշտ գիտեմ։ Քրեական վարույթ կա միայն Ավետ Կոնջորյանին ծեծելու մասով, բայց Ավետ Կոնջորյանի մասով քրեական վարույթ չկա, քանի որ հաղորդում չեն ստացել ոստիկանությունից։ Նշված քրեական վարույթի շրջանակում իմ տեղեկություններով ես կրկնում եմ դա իմ մեկնաբանելունը չի, որովհետև դուրս է ներքին գործերի նախարարության իրավասությունից, որքան որ ես տեղյակ եմ, նաև դա էլ է քննարկվում։ Եղավ Նարեկ Ճաշած, շնորհակալ ենք մեկնաբանության համար։ Լավ, ես եմ շնորհակալ։ Ես ուզում եմ հիշեցնել ձմերուկ վաճառողի հայտնի պատմությունը, երբ սադրել էին ակնհայտ Եվ նրան քաղաքացին, ձերբակալեցին, չէ՞։ իր համար ձմերուկ էր վաճառում, ինչ որ մեկը հայտնվում է, սկսում է իրեն ինչ որ հարցեր տալ, վեճ է առաջանում, բովանդակությանը չանդրադառնալ, Այսինքն դու ուզում ես ասես, որ Հայաստանում կա ընտրովի արտարադատություն։ ոչ թե ուզում ասել, հենց այդպես էլ կա։ Լավ, օրինակ ըստ քեզ, այս իրադարձությունները լուսաբանելուց քո մոտ ինչ տպավորություն է ստեղծվել, օրինակ իշխանությունը ինչ անելիք ունի, քաղաքական պատասխանատվության հարց պետք է լիներ, թե չլիներ, օրինակ ասենք, օրինակ Հայկ Կոնջորյանը պիտի շարունակեր հավակներ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, թե պետք է չհավակներ, որովհետև նայ երբ որ մենք նայեցինք 5-րդ ալիքի ռեպորտաժից մի հատված, ընտեղ էլ լրագրողը ասում էր, որ ձեռք է բերել բնակարան, այդ ընկերությունից Հայկ Կոնջորյանը հետ մասին գրել էր, ու օրինակ իրավապանները 1 տարի շարունակ, այսինքն որևիցե քայլ չեն արել, եղել է լարված, սերված հարաբերություններ ու ըստ կնոջ նաև քեզ տված հարցազրույցի ժամանակ ասում եմ, որ պարբերաբար գնացել է հայհոյանքները հնչեցրել, այսինքն կատարել է մի արարք, որը քրեորեն պատժելի է, բայց լավ, անգամ եթե հաղորդում չի եղել, լավ, ինչ որ մի ձև հնարավոր չէր այդ ամեն ինչը կանխել, որպեսզի այս իրավիճակը դուրս չգար, չվերածվեր ծեծի, չվերածվեր բռնության ու հենց այդ որ հարցում քաղաքական պատասխանատվություն։ Ու այդ մասին Նիկոլ Փաշինյանին են հարցնում մեր գործընկերները, ասում են, ինչպես ես մեկնաբանում այս ամեն ինչը, ասում է դե մեկը մյուս հետ ինչ կապ ունի, օրինակ Հայկ Կոնջորյանի ինչ կապ ունի, նա պիտի շարունակի մնալ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։ Արի լսենք Նիկոլ Փաշինյանին։ Կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին այդ չի նսենված։ Չէ, նկատեմ Այսինքն չի շանակում։ Կուսակցության ներսում քննարկում չկա, ես իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպք է եղել անմիջապես, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը այն չէ եւ մարդ չի հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե քննադատության հարցը չի վերանայվի։ ինչի պետքա։ Դե ընտանիքի անդամների հետ կապված Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը յուղեցության բան Փաշինյան նորմալ է քաղաքանի հայերյան հաստը որ դուք տեսանյութ ինչ ես տեսանյութը չգիտեք ինչ ես չգիտեմ Ինչ տեսանյութից հարցնում ես, որը իրանց սերունդը չի տեսել, ոնց է Ծառուկյանին բերման ենթարկում, սա չի Բայց տեսնում։ ակնհայտ էր, չէ՞, որ Ծառուկյանին այդ եղանակով բերման ենթարկելու նպատակն այն է, որ գոհանա Տեր Փաշինյան։ Այսինքն այն տեսանյութը, որոնց վերաբերյալ չգիտեմ, կարող է մեկնաբանություն
կապակցությունը այդ պահին լավ չի լինի, հստակ չի լինի վերաբերում թիմակիցներին, իրավաբանների գործողություններին, Նիկոլ Փաշինյանը ասում է, ես չեմ տեսել այդ տեսանյութը։ Մի քանի վայրկյանանոց տեսանյութ է, ինչի՞ չես նայում այդ տեսանյութը։ Մի հատ ըստ թիմակիցների եղբայրները, թիմակիցների անդամները, քո թիմակիցները, ԿՊԱ-կաններ են, չէ՞, կապ չունի, լավ, ոչ միայն Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերել, այլ ասենք Հայկ Կոնջորյանի եղբայրը եւս ԿՊԱ-կան է, Նայիրի Հակոբյանը եւս ԿՊԱ-կան է։ Այսինքն մի հատ նայ այդ տեսանյութերը, տես ինչա կատարվում ձեր Ի վերջո թիմում։ ամեն ինչ կարդում է, Հա, լսում է։ ամեն ինչ կարդում է, ամեն ինչ լսում է եւ այլն, ու այստեղ հարց է առաջանում, թե դու պատկերացնում ես, օրինակ ենթադրենք նախկին պաշտոնյաներից մեկի եղբոր հետ կապված այսպիսի մի հատ սկանդալ լիներ։ Անմիջապես կկապեին չէ բուն այդ պաշտոնյայի հետ եւ այլն, կասեին ինչպիսին եղբայրն այդ ողջում։ Գիտենք այդ ամեն ինչը եւ այլն, բայց հիմա այստեղ որ իրանց թիմակիցն է, ինչ կապ ունի Հայկ Կոնջորյանը։ Ինչ կապ պետք է ունենա, ոչ միայն շատ ուղիղ կապ ունի։ Իդեպ Ու ինչ վերաբերում է օրինակ ընկերության տնօրենը ասում էր, որ մի քանի անգամ դիմել է Հայկ Կոնջորյանին, որպեսզի իրավիճակը հարթեն։ Հա, Հայկ Կոնջորյանը ասել է դա ինձ չի վերաբերվում։ հա, դե չի վերաբերում, չի լինի։ Էդի ձեր մոտ է, չի ասել, չի լինի։ Նայ, բայց մենք տեսակ նաև կադրում ու լսեցինք Նիկոլ Փաշինյանին։ Առյուծի, որ ասացի առյուծի մասին խոսել եք, այդպես բան եմ ասել, այդ մասին չեք անելու։ Ինչ արյուծ։ Գագիկ Ծառուկյանի առյուծի մասին խոսել եք ձեր Նախորդ եթերում։ իհարկե նախորդ անգամ խոսել ենք։ Ինչ ես ուզում, ինչ նորություն ունես հայտնելու Գագիկ Ծառուկյանի արյուծի վերաբերյալ։ Ինչ նորություն։ Լավ, բարևում, լավ, հարիթու մի շեղվի, մենք ամեն պրոստը որ դու նախանձություն չանես նայես, կհասկանաս էլի, որ մենք ամեն ինչից խոսացել ենք, ու այսօր էլ նայ, մեր հաղորդումը դե 5 շաբթի է, մենք միշտ 5 շաբթի օրերն ենք նկարում, ու բայց եթեր ենք հեռարձակում Կիրակի օրը, կնստես գնաս, ու այդ Կիրակի օրը, բայց ազգային ժողովի անդրանիկ նիստն է, ու այդ օրը պետք է խորհրդարանը ընտրի ազգային ժողովի նախագահ, գիտես Ռուբեն Ռուբինյանն է թեկնածուն, փոխնախագահներ պետք է ընտրի հանձնաժողովի նախագահներ եւ այլն ու որոշակի դեմքեր փոխվելու են, այսինքն եւ փոխնախագահներն են փոխվում եւ հանձնաժողովի նախագահներն են փոխվում, բայց ստեղ ոչ թե հանրությանը իրականում դա այդքան էլ չի հուզում, չէ՞, այսինքն թե ով կլինի, օրինակ հիմա ով է ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահ, չնայած չգիտեմ էլ ով է, բայց գնալու է Լուսինե Բադալյանը, այսինքն հանրությունը դրանից ոչ մի բան, որտեղ եթե Լուսինե Բադալյանը լինի Պողոս Պողոսյանը, մեկ է դրանից հանրության մոտ ոչ մի բան չի փոխվելու, բայց այդտեղ ավելի շատ մարդկանց հետաքրում է տնտեսական սահմանափակումները Ռուսաստանի կողմից սահմանված, որովհետև դրանից շատ բան է կախված, չէ՞, արտադրողները հայտնվել են ծանրագույն խնդրի առաջ, ու Նիկոլ Փաշինյանին, երբ որ վերադառնում է արձակուրդից, միանգամից որ գնացել էր ՔՊ նիստին, մեր գործընկերները հարցնում էին, թե ի վերջո չեղարկվելու են այդ սահմանափակումները, ու որտեվ լսել էին, որ տեղի ունեցել Նիկոլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց ու Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել Պուտինը, բայց տեսնենք թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը արձագանքում այդ ամեն ինչին, օրինակ դու լինեիր Ռուսաստանի Դաշնության նախագահ, կզանգեիր Նիկոլ Փաշինյանին, եթե մի պահ պատկերացնենք, որ դու Պուտինն ես։ Չեմ պատկերացնում, եթե կա դիվանագիտական Չես պատկերացնում քեզ Պուտինի դերում, դրա համար արի նայենք վիդեոն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցից հետո երկկողմ հաղորդագրություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան, շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրություններում։ Ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Կարևոր բան է դա չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է, Ինչ? կարևոր է ձեզ համար ինչ շնորհավորանք։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարցկային կողմ հետ էր խոսում։ Ձեզ այդ զրույցում ասում եք շնորհավորել եք թե չէ։ Չի շնորհավորել, բայց ինքն ում հետ է խոսում։ հետաքրքիր հարց է տալիս, չէ՞։ Ում հետ է խոսի։ Իմասի Հայաստանի վարչապետի Իսկ հետ է ի՞նչն է խոսում։ պատմում։ Հայտի պատմությունը, որ ասում ենք ձեր ավտոշարասյունում Որտեղ նկատողություն կան այն մարդիկ, որովհետև ասում են տեսանյութ դնում եք ու չեք լսում։ Գնացի։ Մեծ է եւ Գնաց հետան։ Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կես։ չէ, Պուտինի հետ հանդուտինի հետ հանդուտինի։ Էս բան մենք խոսել ենք որ կհանդիպենք առաջիկա, բայց դա անկել Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները Նախագահի հետ հանդիպումը եւ արդյունքը այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեզ վերջնական կետ տվել է հանրակրվե անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել նշելով որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացվել են ԵՄ ղեկավարությանը որ պատրաստ չեն
եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների Դիմանյա ջան, կարճ կապի այդ հարցը։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսքը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք երբ մենք անհրաժեշտ երբ չանենք։ Եվ ես ասացի ինչ պայմաններ հարակեն կարող է տեղի ունենալ։ Նայ, ես հասկացա դու ինչ օրինակ էիր բերում, բայց կարաս շարունակես միտքդ, որպեսզի մեր դիտողներին էլ բարձ դառնա։ Այսինքն ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, Որ պահի Նիկոլ Փաշինյանը չի ուզում լինել։ Այսինքն ինքն ում է դա զանգել Անհարմար դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հարց է հնչեցնում։ Իսկ ես ով եմ։ Նիկոլ Փաշինյանն եմ, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նույն հարցը Ավտոշարեսյան հետ կապված հիշում ես, երբ բարբերաբար ասում էինք, հիշեցնում էինք, որ իր իշխանության օրոք հղի կնոջ են գցել մեքենայի տակ, Ավտոշարեսյանը գցել եւ կանգ չի առել։ Այո, ասում էր դա իմ Ավտոշարեսյանը չի, դա Հայաստանի վարչապետին։ Այսինքն ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը ասում, որ Պուտինը իրան չի շնորհավոր, բայց զատո տեղն է բերել, չէ՞։ Այսինքն ասած է դա ինքը գիտի, որ զանգել է Հայաստանի վարչապետ, այսինքն տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույց, այսինքն պայլուբոմու խոսել է Հայաստանի վարչապետի հետ։ Այսինքն ըստ իրա Պուտինը շնորհավորի չշնորհավորի, մեկը ես եմ Հայաստանի վարչապետը, բայց օրինակ ի տարբերություն դրա Նիկոլ Փաշինյանը Գարեգին երկրորդին պրիզնատ չի գալիս, չէ՞, կաթողիկոս էլի ասեց ու Անդրանիկ Նիստիներ ազգային ժողովի, որը պետք է տեղի ունենա Կիրակի օրը, կաթողիկոսը հրավիրված չի ու երբ որ մեր գործընկերները էլի այդ ժամանակ չեպացրույցի ժամանակ հարցնում են հրավիրելու է, կարի նայի ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպեսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Աշխատանք էս էր ասած է։ Դու եւ կաթողիկոսը վաղաշաբաթից եք, չէ՞։ Այո։ Դա օրինակ ինչպես է վերաբերում, երբ որ Հայաստանի վարչապետը ասում է, որ չեմ ճանաչում կաթողիկոսին Գարեգին երկրորդը Հայաստանի կաթողիկոսը չի։ Գիտես, այն ինչքան ժամանակ է Բայց չեմ հասկանում ինչ արտասովոր նորություն է ասել Նիկոլ Փաշինյանը, որ ասել չեմ ճանաչում կաթողիկոսին։ Չէ, խնդիրը вообще արտասովոր չի, խնդիրը այն է, որ գիտես, մի քանի ամիս է այդ մասով տենց որոշակի զարգացումներ չկար, չէ՞, կաթողիկոսին հեռացնելու եւ այլն, հիմա ուզում եմ ասեմ, միջև Սամվել Կարապետյանի քաղաքականություն մտնելը համարում էր ազգային բարերար։ Հետո երբ Սամվել Կարապետյանը մտավ քաղաքականություն եւ որոշեց, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, Սամվել Կարապետյանը դարձավ թալանչի։ Հիմա ասում է օլիգարխ դարձավ, չգիտեմ։ Նույնը Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականին համբուրում էր Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքը։ Հիմա ասում է չեմ ճանաչում։ Բա ում ձեռքն էր համբուրում։ Դե ժամանակ հա, բայց ասում է հետո իրավիճակը փոխվել։ Ինչ փոխվեց, ինչ։ 19 թվականին էլ է կարծեմ համբուրել։ Աննա Հակոբյանն էլ Դեմ տենց չեմ հաշվելով ում երբ համբուրել, բայց դե որպես լրագրող Հա, բայց որպես լրագրող էլ, այսինքն դες որ թեմատիկ ռեպորտաժ չեմ պատրաստել համբուրների վերաբերյալ։ Ամեն դեպքում ընդունել է, չէ՞, իր կառավարման ժամանակաշրջանում։ Սելֆի կա, հայտնի սելֆին կա։ Բայց լավ, ես ուզում եմ հասկանամ, Նիկոլական, եթե լիներ Նիկոլական, կճանաչեր կաթողիկոսին, թե ոչ։ Կճանաչեր ինձ։ Հարցը ռետորական է, թե շատ ուղիղ ինձ հարցնում ես։ Ուղիղ հարցնում եմ։ Նայ, օրինակ պետք է նաև հասկանալ, թե օրինակ երբ եւ ինչի լարվեցին իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները Շվեյցարիայում խոսեց արցախահայության իրավունքի վերադարձի մասին դրանից անմիջապես հետո բայց այստեղ խնդիրը նա է որ օրինակ երբ որ 2-3 ամիս է ակտիվ չեն չէ եկեղեցու դեմ տեղի ունեցող հա իմ ասած են դա կարծում ես օրինակ աշնանը նոր թափ է ստանալու այս ամեն ինչը որպես վաղաշաբաթցի այո ես կարծում եմ որ Նիկոլ Փաշինյանը չի հանգստանա Նորա վերադարձի մարդը հանգստից։ Չէ, քաղաքական առումով չի հանգստանա։ Ու ինձ թվում է անընդհատ ինչ-որ էմոցիոնալ կրկոտ, այո, ինչ-որ բաների կարիք է զգում Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ նա կրկոտ հռետոր է։ Այո։ Եվ դու խնդրել ես որ հարցերին կրկոտ պատասխանի դեպի շաբաթ, ձեր հարց ու պատասխանը շատ կարճ տևեց ու ոչ մի գիրք չկար մեջը։ Այո, չկար։ Այո։ Լավ, ինչ արա, բայց արի անցնենք այլ թեմաների, այս շաբաթ ուժեղ Հայաստանից
Դավիթ Խազինյանն ազատ արձակվեց, գիտես, մանդատ է ստացել, ինքն է պիտի գնա նոր խորհրդարան ու դրանից երբ որ ազատ արձակվեց դատարանի դահլիճից լրագրողների հարցերին է պատասխանել, արի նայենք ինչ է ասել Ղազինյանը։ Ես այնտեղ եմ գտնում, հա։ Ջերմը նայեցի դիսես գալիս։ Պատունակ Քաղաքական գործիչների կարելի է հուզվել, այս քաղաքին։ Ես հուզվել է։ Սպասելի է դատարանը։ Ես եթե լսեցիք այնտեղ նշեցի, որ շատ ցավում եմ, որ ես պետքա падգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի, իրականում ցավում եմ, որովհետև նախ պետքա դա չլիներ, որ падգամավոր դառնալով էլ դուրս գայել։ Բայց ունեմ չգիտեմ, չթիրախավոր ենք, ես դրա համար ասեցի, ինքը չի երազում, որ ես նստեմ, դա պատվեր է, որ իրենք չառարկեցին էլ։ Բայց ես ունեմ համոզմունք, որ ընտրությունների միջոցով այսպես շատ արագ միգուցե թվում է թե չստացվեց կամ իրավական առումով չստացվեց, բայց համոզված եմ, որ մենք ունենալու ենք երկիր մեր ղեկավարի պարոն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որ այսպիսի տեսարաններ էլ չտեսնենք։ Ազատազրկված մարդիկ քաղաքական պատճառներով, չգիտեմ, այս դատախազների այդ վիճակում բանա խոսում նայում ես աչքերի մեջ, ախր դա իրավագիտություն չի, ես էլ եմ այդտեղ սովորել, էլի։ Այնպես որ ունեմ համոզմունք, որ շատ արագ եւ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բրծնենք։ Նայ, ինչ է ուզում ասել, այսինքն նոր ասում է, որ շուտով Սամվել Կարապետյանն է գալու իշխանության, ես ճիշտ հասկացա։ Սամվել Կարապետյանը եւ իր թիմակիցները շարունակում են ասել ժողովրդին, որ իրենք այնուամենայնիվ իշխանափոխություն են իրականացնելու։ Հա, բայց իհարկե ժամկետները չեն հստակեցրել։ Այո, ժամկետները չեն հստակեցնում եւ պարոն Ղազինյանը եւս այդ մասին ասում են, բայց թե ինչ ճանապարհով, երբ հստակ չէ։ Նա երբ որ սկզբից խոսք կար, որ ԲՀԿ-ի մանդատ կարող է չէ հասնել, որտեղ անցել է խորհրդարան եւ այլն, այդ ժամանակ հաշվել էին, որ 8 ԿՊԱ-կան պետք է անցնի իրանց կողմը, այս ամենը իրականում շատ դեժավյու է, մարդկանց հիշեցնում այդ թվում եւ մեզ, որովհետեւ կհիշես, որ Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքներն էլ էին, հա, այդ նույն impeachment էին ասում եւ այլն, օրինակ ես միշտ ամեն հաղորդման ժամանակ էլ ասում, օրինակ ամենայն հարգանքով Էդգար Ղազարյանի անձի հանդեպ, հիշում ես, ինք ասում էր գնացել եք խորհրդարան, ինչ անեք, դառնալու եք բոքսի տանձիկ, ինչ ուզեն ասեն եւ այլն, հիմա Կիրակի օրը, այո, Կիրակի օրը Էդգար Ղազարյանը իր թիվս այլ մանդատակիրների ինքն էլ է մանդատ ստացել եւ գնալու է խորհրդարան, ես մեծ հույս ունեմ, որ ոչ մի դիմադիր պատգամավոր բոքսի տանձիկ չի դառնա, հույս ունեմ, որ հանրությունը բնականաբար կտեսնի բովանդակային քննարկում անկախ ամեն ինչից, նաեւ մենք լրագրողներս կմատուցենք բովանդակային քննարկումներ, հա, կարող անկեղծ խոստովանենք, որ չգիտեմ, այդ հայոյանքները, այդ կռիվը, որ տեղի ունենում եւ այլն դիտում բերում է, բայց հանրությունը եւ մենք դրան արժանի չենք, չէ՞, այսինքն մենք չենք գործուղում խորհրդարան մարդկանց, այսինքն այդ նույն 107 պատգամավորը մեզ իմ եւ քո ու մյուսների վճարած հարկերից պետք է աշխատավարձ ստանա, գործուղումների են գնում, ձեռի ծախսի 250,000 դրամ փող են ստանում, մի խոսքով լավ դզվում են, ու ինչ են անում, դες բարբերաբար որ կինոներ են սարքում եւ այլն, բայց արդյունքում խորհրդարանի միջանցքներում մենք տեսնում ենք բավականին ջերմ շփում միմյանց միջև, հետո տեսնում ես, որ մեկը անցնում է մյուսի թիմային, մեկը խոստանում է ընդհանրապես մանդատը չի վերցնի, ոտ չի դնի խորհրդարան, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, խոսքը Աղվան Վարդանյանի մասին է, բայց հետո բանանում դրժում է իր խոստումը եւ այլն, ու հիմա ասենց օթի մեջ ասել, որ կգա մի օր, չգիտեմ, մենք էլ ուսին կթռնենք Լիա ջան։ Բայց քանի դա տեղի չի ունեցել, խոսացինք, որ Ղազինյանն ազատ է արձակվել, փոխարենը գիտես, ԿԳՊ-ի պատվալում է դեռ Գագիկ Ծառուկյանը, իր թիմակիցներն են շարունակում բարձրաձայնել նրա կալանավորումը ապօրինի համարելով, գիտես, Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքներն են եւ այլն, գոնե սկզբում հիմք հանդիսացել, այս շաբաթ ԲՀԿ-ականները պլակատներով գնացել էին Իրանի դեսպանատան մոտ, նամակ հանձնեցին, արի նայենք այդ մասը։ Հիմա կհանձնենք նամակը Իրանի դիվանագիտական հաստատության, հա, տեսնենք ով է եկել, եթե մարդը եկել է, ներկայացրի։
նկարահանել չի կարելի։ Okay, շատ բան, նկարահանումը չի լինի։ Հետ գնացեք, նկարահանում չի լինի։ Okay. Մենք նամակում ենք անշարունակի համար, չսերես ու փակ օրը է։ Տարա նամակը տվեց, բայց օրինակ անվերցավ ես քեզ ասում, ես իհարկե քեզ իրականացությանը չէի գնացել, Այսինքն հույս ունեն, ինչպես Ծառուկյանի ծավալ տաջիկիստները հույս ունեն, որ եթե դեսպանատունը միջնորդի եւ այդ քաղաքացիները դեսպանը ասուլիս տվել է իր տեսակետը հայտնել է, բայց օրինակ նկատի եմ ինչ ակնկալիք ունեն, եթե այսինքն իրենք գնում են օրենքի ճանապարհով, կարծելով, որ օրենքի դաշտում պետք է լուծվի Գագիկ Ծառուկյանի հարցը։ Հասկանում ես, ով է քրեական վարույթ նախաձեռնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գլխավոր դատախազությունը, չէ՞, օրինակ ես նոր տեսա, որ հա, բայց մեղադրանքը ու գլխավոր դատախազությունը տեսա, որ դատախազներից մեկը Հարայինի եթերում, հա, մի հատ ցուցակ էր հրապարակում, դատախազը, որ Գագիկ Ծառուկյանից պահանջում է 70 քանի հատ գույք, շարժական ու անշարժ, ինչ որ փողեր եւ այլն եւ այլն, իմ ասածը ինչ է, օրինակ ասեն եթե մեղադրանքը շինծու է, ինչպես ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակիցներն են հայտարարում, բայց ինչի՞ չեք գնում գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնում, լավ որ տարակ այդ նամակը տվեցիք, դա ի՞նչ է փոխելու։ Եվ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են Ծառուկյանի հետևից գնացել, ու այդպես էլ կա, այնպես չի որ Հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամբողջ նախընտրական շրջանում, հատկապես երբ որ որոշակի առումով Գագիկ Ծառուկյանն էլ փոխեց իր Չէ, ուղղակի Գագիկ Ծառուկյանը համարձակվել էր մտնել նորից քաղաքականություն։ Հա, եւ օրինակ ասել էր, որ ով որ հա, Արյուծի վանդակի, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն էլ շատ խստացավ, ասեց, ոբշեմ կհայտնվես բանում ջաղերի, դու կհայտնվես մանդակում եւ այլն, այսինքն Նիկոլ Փաշինյանը ասել էր, չէ՞ որ բոմբ է սարքել։ Այսինքն առնվազն այդ իրանցի քաղաքացիների հաղորդումը հիմք չի հանդիսացել, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորեն։ Որովհետև դրանից հետո մեղադրանք կա փողերի լվացման, հարկերի թաքցման։ Եվս մեկ անգամ ասեմ, միշտ թե ինքը անձամբ, թե իր քաղաքական թիմի հետ, թե քաղաքական թիմին հանձնարարելով հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը։ Միշտ մշտապես յուրաքանչյուր չի եղել Իրանի հետ կապված ինչ որ մի գործընթաց, որ մենք կամ մեր կարծիքը կամ մեր սատարումը կամ այս կամ այլ հարցերի շուրջ ներգրավված չլինենք։ Սա շատ կարևոր է, որովհետև Իրանի հետ մեր հարաբերությունները իրականում առանց չափազանցության հազարամյակների պատմություն ունեն։ Այս է Վասիլիան, դելես հերոսին մեջ ասում է, որ քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիները։ Եվ հաշվի առնելով մեծարգո դեսպանի վերջին ելույթը Մամլո Ասուլիսը եւ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը առհասարակ այս հարցի շուրջ լիահույս ենք Նայ, հենց է դա, նաև ասում է, որ Իրանի քաղաքացիները քաղաքական այս բաների մեջ են մտած եւ այլն, այնուամենայնիվ շարունակում են պնդել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Գագիկ Ծառուկյանը, դե զարգացումները բնականաբար շարունակվելու են, կալանքի տակ է, չնայած որ վերաքննիչ են, չէ, բողոքարկել, բայց դատական նիստի օր չկա, այսինքն մենք դեռ կանդրադառնանք էլի այս իրավական կամ քաղաքական զարգացումների, որոնք տեղի են ունենում։ Ինչ որ որ Լուկաշենկոյի մուրն է հանում Գագիկ Ծառուկյանից Նիկոլ Փաշինյանը։ Բայց այսօր մուրի մասին դու հարցրեցիր Նիկոլ Փաշինյանին, այսօր նկատում եմ Պուտինի մուրը հանում է Լուկաշենկոյից, Լուկաշենկոյի մուրը հանում է Գագիկ Ծառուկյանին։ Բայց ասեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտես, որ ասել է, որ ինքը մուր չունի, որ հանի։ Բայց լավ, ես հենց մի հատ ուրիշ բան եմ քեզ ուզում հարցնեմ, դու աճեցրած ձուկ ուտում ես։ Եթե խոսքը իշխան ձկան մասին է, մենք գիտենք, որ Սևանում արհեստական եղանակով են, հա, աճեցնում, բայց ուտում ենք։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուտում աճեցրած ձուկ, ու գիտես, օրինակ իմ համար շատ զարմանալի է, նախընտրական շրջանում կուկուռուզ կերավ, քաբաբ, շաուրմա, ընդ որում Ալեն Սիմոնյանն էր հետահավասար ուտում։ Պերաշկի, ու հիմա օրինակ ասում է, չէ, ես աճեցրած ձուկ չեմ ուտում, էս էլ ինչի ասեց, որովհետև կառավարության նիստում լուծում չունի։
Ձկնաղույսների համար։ նայ, գիտես ինչ, օրինակ գոնե էտել նայ, Ծիրան չի հիշում, այս այն ժամանակ երբ որ Ծիրանի խնդիր կար արտահանման, ասենք տենց էլի ամեկս մի կիլո առանք, կերանք, բան արեցինք, այդ տուրիստները, հա, տուրիստներն էլ եկան, ստեղ կերան, էլի էտել էր, չէ, արտահանում, հա, ինչ տարբերություն, հա, տարել էին այնտեղ։ Ես զարկ եմ տվել արտահանման, 5 կիլո Ծիրան եմ տարել բարիս։ Չէ, նայ, օրինակ տուրիստն էլ գալիս ասते ուտում է, չէ, այսինքն եթե մենք տիտանեինք այդ Ծիրանը Ֆրանսիային կուտեր, ինը ֆրանսիացին գալիս է ստե ուտում, ինչ տարբերություն է դել արտահանում։ Հա, բայց հիմա ձուկը դե հիմա տենց շերի, որ մարդիկ տենց ամեն օր մրգի նման կարան առնեն, ուտեն եւ այլն, դե Հայաստանում էլ ամեն օր գիտես զատիկ չէ, ու ձուկը մնում է։ Ռուսաստանել չեն կարողանում տանել, սահմանափակումներ կա, դե Իդեպ ես շատ եմ քանի որ նայ մեր Հայաստանում կա 3 ձկնամատեր։ միլիոն վարչապետ ու մենք բոլորս աճեցրած ձուկ չենք ուտում, այդ ձուկը մնում է ու կառավարությունը բան էր անում, հա, ծրագիր էր ներկայացնում այդ մարդկանց աջակցության, որտեղ գիտես նախորդ շաբաթ հավաքվել էին կառավարության մոտ, բողոքի ակցիա էին անում, բայց Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նյետ, ես չեմ ուտելու աճեցրած ձուկ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեւ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեւ նախ պատահում է անբնական ինչ որ ճարպ ձկան հետ առնչում ես, դեռ մեծ ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անդրահանբանական։ Ինչ լուրջ են, չէ՞, լսում։ Հարցեր Ինչ պետք է անեստիկված։ Մտքի մեջ եմ։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք, որովհետև այո, տենց հերթով անցնելով դե շրջակա միջավայրի նախարարությունում դե ասում ենք լավ ոչինչ, եկեք դե մի քիչ սենց գնանք, հաջորդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ասում ենք դե այդ խնդիրը պետք է մի ձև անենք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունաբերության ասում ենք դե դժվար վիճակները, տես պատտվելով գնում ենք վերջում հասնում ենք առողջապահության նախարարություն։ Դե ասում ենք եկեք տենանք ոնց ենք այս ամեն ինչի հետևանքները վերացնում։ Ուզում եմ ասի, որ անորակ բան ենք ուտում, վերջում գնում ենք, հասնում ենք հիվանդանոց ըստ Նիկոլ Փաշինյանի։ Բայց չի ուզում ընդունի, որ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների, վատ հարաբերությունների հետևանքն է, որ այսօր ձուկը չեն կարողանում այո արտահանել։ Կա, ասում է դե չկա, սա ամբողջ աշխարհի շուկան բաց է։ Հիմա նայ դու 5 կիլո ծիրան ես, չէ՞ տարել Եվրոպա, Ֆրանսիայից չէ՞ տարել։ Հիմա մյուս անգամ ձուկ տար, ինչ կլինի որ։ Ուղեբեր չեմ կարող վերցնել։ Իդեպ գնում եմ Բագաժով եկալ Տոմս, ձուկ տար հետ։ Բագաժի գումարը Տար Էյֆելյան աշտարակի մոտ թիր ծախի։ Բայց իրենք ձկան կարող Այս Սևանի ճամփի որ գնում ես մեկի ամբողջ ճանապարհին սաղ սենց արած հագնած են։ Տպավորությունը ակուլա են։ Եվրոպայում ընդհանրապես ձկան Հայաստանից ներմուծվող ձկան անհրաժեշտություն չունեն, որովհետև ծով ունեն, իրենք ամեն ինչ ունեն։ Եվ ինչի պիտի առնեն հայկական Հայաստանից ներմուծված ձուկը, ինչի պիտի իրենք առնեն։ Չգիտեմ։ Լավ, օրինակ դուք հիշում ես քո վերջի զանգը երբ էր, ինչ բանաստեղծություն ես ասել, հա? Ես օրինակ 2000 որ թվականիներ իմ վերջի զանգը 2000, ես չեմ մոռացել եմ։ Բավականին։ Ես հիշում եմ, որ Կիկոսի մահն էինք խաղում։ Դու Կիկոսն ես թե մահը։ Չէ, ես Վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան, մայրն էի Կիկոսի։ Ինչ։ Ու այդպես մենակ դա էի ասում, վայ, Կիկոս ջան, վայ, որդի։ Շատ բովանդակային է անցել ձեր վերջի զանգը ինչ խոսք, բայց հաստատ ոչ այն կարգի, ինչպես օրինակ կառավարության անդամների վերջի զանգն էր, որտեղ գիտես կառավարությունը հրաժարական է տալու հենց Կիրակի օրը, երբ որ մեր հաղորդումն է եթեր գնալու, ու մի շարք նախարարներ չէ, բայց մի նախարարներից բան Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու, Արայիկ Հարությունյանը չի լինելու աշխատակազմի ղեկավար, Նազարի Բաղդասարյանն այսօր հրաժեշտ տվեց, հա, որպես մամուլի քարտուղար, հետո Կոտայքի մարզպետը, մի խոսքով Կիրակի արդեն բոլորը կլինեն պաշտոնակատարներ, արի նայենք Նիկոլ Փաշինյանի հետ ասածը։ Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով եւ այդ օրը համանդրությամբ նախատեսված կարգով մենք Կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո
Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդանական մեծամասնության ներկայացրած տեխնացուին եւ հետեւաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար ինչի արդյունքների մասին խոսել ենք եւ խոսելու առիթներ էլ կունենանք բայց մեր մի շարք գործընկերներ ովքեր այստեղ ներկա են հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու իրենց աշխատանքը մեր գործընկերների մի մասը տեղափոխվելու է խորհրդարան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով եւ ես շնորհակալություն հայտնելով նրանց Շնորհակալություն հայտնելով նրանց խոսքը փոխանցում է արդեն այդ մարդկանց խորհրդարանը չընտրի իրականում նա երբ որ այսօր այս տեսանյութը պատրաստում ենք ես ու Տիկոն խոսում ենք ասում են օրինակ հնարավոր է որ Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հնարավոր է կորզնականում դա բացառված է այսինքն օրինակ կարող չէ ԿՊ-ն պայմանավորված լիներ ընդդիմության հետ այլ տեխնացու լիներ բայց դե բնականաբար դա հրաշքների շարքից է Սահմանադրական կարգի տապալման հոդվածը բայց կարևոր բոլորին այդ թվում նաև ԿՊ-ականներին հետեւաբար այդպիսիք չկան նա էլի այլիպ դի ասեմ որ մենք չկա այդպիսի մի հաղորդում իրականում որ չխոսանք սպանություններից որոնք տեղի են ունենում օրը ցերեկով, խաղահրապարակներում, անչափահասների մասնակցությամբ նաև, բայց օրինակ այս շաբաթվա այդ լուրը, որը ցնցեց հանրությանը, իրականում սարսափելի էլ, եթե չգիտեմ, այդ բառը ինչքանով է տեղի, հա, այտենց կարելի է նկարագրել այդ տեղի ունեցածը, որ 20-ամյա տղան սպանել է մորը ես չգիտեմ, օրինակ այդ արտահայտությունը անգամ չգիտեմ, նույնիսկ վերնագիր որպես այդպեսին, երբ որ մենք որպես լրագրողներ նյութերը կամ ռեպորտաժները վերնագրում ենք, այսինքն անգամ դա մի ձևի հնարավոր չի, էլի, այտենց պրոստը որպես նյութի վերնագիր դնել, էլի, Իսկ եթե օրինակ այդ նյութի վերնագրի կողքը լիներ վերնագրում լիներ հոգեկան առողջություն ունեցող 20-ամյա տղան կամ հոգեկան խնդիրներ ունեցող 20-ամյա տղան հոգեկան խնդիր ունեցող 20-ամյա որովհետև այս պահին նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն ուրեմն հասկանում ես նաև սա արդեն օրինակ հիմի այն հիշում ես այն կիսաբաց լուսամուտներ հաղորդում կար չէ որ ինչ լինում էր մի հատ բան մասնագետ ասում էր Տիմիրի բաննա բաց թողումնա հիմա ես պետք է ասեմ որ ասենք եթե տենց բան կա խնդիր կար օրինակ այսինքն այդ տղան հոգեկան խնդիր ունի ուրեմն տեղ այդ համայնքի խնդիրն է համայնքի բաց թողումն է որ ինքը չի եթե օրինակ ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառ կամ ընդհանրապես չի զբաղվել առողջական խնդիրներով ուրեմն պետական մարմինները դրանով պետք է զբաղվեին որ տեղի չունենար են քնարներ հա ժողովուրդ օրաթերթից գնացել հա պատուանի տակ կանգնել եւ զրուցում էր այդ տղայի հետ կարանք լսենք թե ինչ օրինակ ես երբ որ նայեցի այդ վիճակը շատ հանգիստ պատում էր այդ տղան դեն ծխեցի բան արի նայենք գոնե հատի ահա այդտենց Հետեսակի ծխախոտի ծխեն, հա, մամուս չէր զոր ծխի, հա, եկատո մամաս ասեց ծխել ես, ասի չէ, չեմ ծխել, հա, ասի չեմ անջում, չեմ ծխել, ասեց, հո արա, հո արտաշվեչիցի զգազ, որ ծխել են ուտեր ծսվաղ, գիճեցիք, հա, դες թետին մի չուճետինք, մաման վերս ժողը բարկացավ, վերս ծեցեց, Փախամոդոսինը վարվանի շիշով եկալեց եկավ եկանդում շշող պես փախադուս փախադուս երգորոպե հետո միասկի այլի մեշոք մոտ կրտնակար փայտի եկալ եկա լրասիրա մամաս պարկած էր արդեն որքան ինգլիս 6 անգամ խփի գար մացավ ինքը բա մենակ որոշեցիր որ պետքա տանես այնտեղ իրան թաղես հա Մենակ ես եղել, եղբայրդ հետը չի եղել։ Ոչ մի չի եղել, ոչ եղբայրս, ոչ ինքն մենակ եմ եղել։ Իսկ դու ասում էին, որ դու առողջական խնդիրներ ունես, դեղերը խմել ես ժամանակին, օգտագործել ես դեղերը։ Չէ, չեմ խմել։ Չես խմել։ Տակացել եմ, չեմ գիտակցի ինչ եմ արել։ Բայց իր խոսալուց ակնհայտ նենց չի վերի, որ զգացում է, որ չոր առողջության հետ կապված խնդիր ունի, այսինքն դա դաժե ֆայմելա, որ պետքա տանի, դիակը թաղի, այսինքն տենց էլ չի էլի, որ տենց շատ ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող բաներ, տղայի մեկնաբանություններ, ես չգիտեմ, ստեղ ինչ կատարվել։ Բայց ամեն դեպքում ասում է, որ մայրը բռնության է ենթարկել իրեն, ծեծել է ու նույնիսկ եթե առողջական խնդիրները չունենա հոգեկան
այդ բռնությունը կարող է ծնել բռնություն։ Ու այդ Ինչը բռնությունների ստեյցիան մասին է, հա, վերջին շրջանում Աննա Հակոբյանը բարձրաձայնում ու դրով պայմանավորված նաև ասում է, որ իր կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ, հա, ինքը նամակներ ստացել, գիտես, գլխավոր դատախազությունը շատ արագ ընթացք է տվել այդ ամեն ինչին ու Աննա Հակոբյանը պատմում է պատմություններ, որոնք իրեն են դիմում, հա, ինչ որ կանայք, որոնք բռնությունների են ենթարկվում ու այսօր էլի տեսանյութ էր հրապարակել ու գրել էր, որ այլևս չեն հանդուրժելու, արի նաև դա էլ լսենք։ Ես ուզում եմ մենք ուղղակի որոշենք, արդյոք տալիս ենք նման դեպքերում իրավունք ամուսիններին հաշվի հարդար տեսնել կանանց հետ, ըստ սեփական ճաշակի, ըստ սեփական տրամադրության, ըստ տոնայնության ձայնի, ըստ ասված խոսքի, հագած հագուստի եւ բազմաթիվ այլ հանգամանքներից ելնելով, եթե այդպես է, գուցե մենք էլ կարող ենք դիմել, կան այդպիսի ազգեր, թույլ են տալիս հրապարակային քարկոծել, գուցե մենք էլ ընտրենք այլ ճանապարհ, օրինակ Վանաձորի կենտրոնական հրապարակում ամուսինները ամեն անգամ երբ կանայք իրենց հունից հանում են, կարող են իտես ամբողջ հանրության մանր պարզապես կտրտել այդ կանանց։ Կուզեն կարող են կտրտել այնքան մինչև շունչները փչի, կուզեն կարող են կյանք շնորհել մինչև հաջորդ նման դեպքը։ Ես խնդրում եմ սիրելի կանայք, միասին հստակ եւ բարձրաձայն ասենք, չենք հանդուրժում այլևս, կարճ, կոնկրետ։ Դե որ ընտանեկան բռնությունը եւ առասարակ բռնությունը դատապարտելի է, դա բոլորս գիտենք, բոլորս այսինքն չկան այդպես բանական մարդ, որը կողմ լինի բռնությանը եւ այլն, դրա համար Օրինակ Աննա Հակոբյանը հետաքրքիր է։ Ինչու էսպիսի եթերներ չեր անում, երբ զոհված ծառայողների ծնողներին, մայրերին քաշքշում են, օրինակ Եռաբլուրում ես հիշում ես, մենք էինք ուտեղ, հա, միասին էինք, երբ որ լուսաբանում էինք, երբ որ վաղ առավոտյան կարմիր բերետները հարձակվեցին, բռնության ենթարկեցին զոհվածների ծնողներին, նմանատիպ այլ դեպքեր են եղել։ Աննա Հակոբյանը ինչպես է, հա, իր ամուսնու այս վարվեցողությանը կամ այս վերաբերմունքին նայում, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը մեր գործընկերուհուն Անին Գևորգյան ասաց, դուք պարկում ես ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ քո վրայով անցնեն։ Ըստ էության սա նվաստացուցիչ էր։ Իհարկե, եւ հետո նաեւ նույն Արեգնազ Մանուկյանի կալանավորումը եւ արգելել իր անչափահաս երեխային տեսնելը, այսինքն բռնությունը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, հոգեբանական բռնություն կա, այսինքն բռնության տարբեր դրսևորումներ կա, օրինակ մարդկանց վիրավորելը, հիշում ես, օրինակ, երբ որ զոհվածի քրոջը Աննա Հակոբյանը ոչլոտ էր անվանել, Տաթև Արցախ, եթե ճիշտ եմ հիշում, այսինքն խոսքը միայն ֆիզիկական բռնությունը չի, որ պետք է դատապարտելի լինի, բոլոր տեսակի բռնությունները պետք է դատապարտելի լինեն, մենք հույս ունենք, որ Տիկին Հակոբյանը նաև այդ շարքը կավելացնի եւ ինքն էլ նաև որպես, հա, մարդկանց այդ երևույթների վերաբերյալ տարբեր գնահատականներ տվող կդադարեցնի նաև այդ պրակտիկան, բայց արի անդրադառնանք բողոքի ակցիաներին, մենք խոսացինք, հա, Գագիկ Ծառուկյանի, բայց հազարավոր մարդիկ օրինակ այսօր մնացել են անգործ, այսինքն հունիս ամբողջ հուլիս, հա, հուլիս ամիսը աշխատավարձ չեն ստացել, բողոքում են, իրանք էլ չգիտեն ումից ինչ պահանջեն, որովհետև աշխատատեղեր ստեղծող, հա, մշտապես աշխատատեղերի ստեղծման մասին, հա, գովերգող, փառաբանող կառավարությունը, այնց որոշում է, որ պետք է այս ամառվա շոկին ինչն էր փակեմուլցի վելնեսը, հա, այդ Օլիմպավանը փակել, այսինքն մարդիկ, որոնք աբոնեմենտ են առել, երբ որ կարան գնան լողի, այսինքն սպորտով զբաղվեն, առողջ ապրելակերպով ապրեն, իրանք զրկված են, այսինքն մարդը հնարավորություն չունի, չգիտես այդ փաթեթներն էլ, այսինքն լավ ծանոթ ես, էլի, այսինքն մինչև կես միլիոն կարող է, չէ, հասնել այդ մի տարեկան փաթեթը, այսինքն մարդը մի տարեկան փաթեթ առել, որ պետք է գնա, կես միլիոն փող է տվել։ Հիմա մի հատ որտե՞ց մի հատ է կես միլիոն, որ գնա ուրիշ բան, մարզադպրոց, որ պարապի ու այսօր եկել էին այդ մարդիկ կառավարության շենքի մոտ ու իրանց պահանջներն էին ներկայացնում, արի լսենք։ Հիմնարկությունները բոլորը բացեն, մեր բանկային հաշիվները կալանքներից դուրս գան եւ աշխատավարձները։ Լավ, երեխեք, սենց ասեմ, իմ կողմից, իմ հասկացածով մենք զրուցեցինք մի հայի հետ, որի ազգանունը Նազարյան էր,
քանի որ ոչ մեկի աշկերը չի խափում, նա չկարողացավ ոչ ժամկետ ասի, ոչ լիարժեք պատասխան, նա ուղղակի լսեց, ես հասկացա, իմ կարծիքը ասեմ, որ ընդամենը ուզում էր ազգի, այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել, բայց հասկացավ, որ իրականում իրոք հասկացավ Նազարյանը, որ իրականում մեր պահանջը աշխատանքերի տեղերը բացել, բոլոր ովքեր, օրինակ Օլիմպիավանի վրա եմ ասում, Օլիմպիավանի կոլեկտիվը ունի վարկեր, աշխատավարձեր, աշխատավարձերը շուտ բաժանել եւ բանկերին հրահանգեն, մեր պահանջը դա էր, որ այս մարդկանց, ովքեր դիմում են, օրինակ Օլիմպիավանի մասին եմ խոսում, Օլիմպիավանից աշխատողը դիմում է բանկին, ասում է, խնդրում եմ իմ վարկը դադարացնեք կամ արձակուրդ բանկային կանոններ մշակել, որ ես չվճարեմ, քանի որ Օլիմպիավանը դեռ չի աշխատում։ Այսինքն նայ ստուգումներ թող իրականացնի, այսինքն ոչ մեկ չի ասում, որ գիտեք ինչ կա, Գագիկ Ծառուկյանը անձեռնմխելի է, նրա բիզնեսներում պիտի ստուգումներ չիրականացվեն, բայց պետությունը պարտավոր է մեխանիզմներ մշակել, չէ, այդ ամեն ինչի վտանգները կանխելու համար, այսինքն խնդիրը մեր բարձրաձայնողների, երբ որ մենք այս ընթացքում, այս հաղորդման ընթացքում եւ ոչ միայն, նաեւ հարցադրույցներում, մեր հարցադրումներում ասում ենք, այսինքն ասում ենք, որ պետք է պետությունը մեխանիզմներ մշակի, որպեսզի այդ հարցը, այսինքն եթե անձի է վերաբերում մյուսների իրավունքները, մյուսների իրավունքները չոտնահարվի։ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներից որոշները նշում էին, որ իրեն հենց Նիկոլ Փաշինյանին են ընտրել։ Հա, մենք էլ այդ մեծնել ենք խոսել, ընտրել են, լավ են արել, իրանց իրավունքն է, մենք այդ չենք ասում։ Այսինքն դու քո ընտրողին ես, ընտրողի համար ես։ Չէ, բայց երբ օրինակ Նիկոլ Փաշինյանին ասում են, որ sense մարդիկ բողոքում են, աշխատավարձ չեն ստացել, միանգամից թալանը հետ ենք բերում, թալախբեր, հա, լավ է սարում, թալանը հետ ես բերում, բայց հա, բայց այդ ինչ կապ ունի։ Երբ այդ էպոխան թալանը հետ բերելու շարունակական է այդ ծրագիրը Արիտուն ծրագրի նման է, բայց նայ, երբ որ էլի եմ ասում, լրագրողները հարցնում են, ասում է, մարդիկ իրանց փողն են ուզում, արտարացի աշխատանքն են ուզում, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն հարցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Ես կներեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում նյութին, բայց ես կարող եմ վստահել, որ մեր նպատակը աշխատատեղեր փակելը չի։ Ի վերջո, ես հիշում եմ նաև, կներեք, մարզահամերգային համալիրում ասուլիս է անում, նույն ձևի լրագրողները հարց են տալիս, ասում եք, էս թալանը հետ կբերեք, այն թալան են։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանածը հետ է բերվելու։ Հիմա հետ է բերվում։ Որովհետև 8-9 տարի հետո ինստիտուտներ են ձևավորվել պետական, ինստիտուտներ են ձևավորվել եւ process-ներ են գնացել, իմիջիայլոց, որ ասում են ընտրություններից հետո, այս բոլոր գործերը, որոնք քննվում են, դրանք ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը, վարույթները սկսվել են 2 տարի առաջ։ Եվ 2 տարի ոչ թե ձգձգվել է, ինքը համադրական դատանի որոշում ա եղել այդ ընթացքում, իրավագիրառական պրակտիկայի հաստատում ա եղել այդ ընթացքում, ոչ մի բան ոչ արագացվել է, ոչ էլ դանդաղացվել է կիրառման իմաստով։ Ես համաձայն եմ, ես ինքս էլ արտահայտվել եմ, որ ինստիտուտների ստեղծումը գուցե ավելի դանդաղ ա եղել, քան կարելի էր։ Ասում են ինստիտուտներ են ձևավորվել, ըստ էության նկատի ունի, որ մենք ինստիտուտ ենք ձևավորել, որ կարողանանք օրենքի ճանապարհով բերել թալանը հետ բերել։ Որ Աննա Վարդապետյանը 3-ի առաջի օր ներնշանակվել, քննչական մարմին չենք ունեցել, հակակոռուպցիոն կոմիտե չենք ունեցել, ի վերջո հատուկ քննչական ծառայություններ, որը վերափոխվել դառավ հակակոռուպցիոն։ Բացի այդ, ի վերջո մարդկանց գույքը ապօրինի է վերջնականապես համարում դատարանը։ Նույն դատարաններին դու ասում ես, որ ձեզ հաշիվ տվեք, ինչով եք դուք զբաղված, ձեզ հաշիվ տվեք։ Հիմա ասում է, որ մենք ինստիտուտներ ենք ձևավորել։ Որ ինստիտուտի մասին է խոսքը։ Այն դատարանի, որ օրենքի շրջանակում գալիս են եզրահանգման, որ օրինակ պայմանական Գագիկ Ծառուկյանի այս գույքը ապօրինի չէ, եւ տվյալ պաշտոնյան հաղթում է, հա, դատարանում իշխանությանը։
Դատախազությանը հաղթում է։ Նայ, այդ եմ ասում։ Ու հիմա ինքը երբ որ դու Արարատ ցեմենտում եղել ես, գնացել ես Սեչունդե նկարահանումների, ես եղել եմ, բայց օրինակ այդտեղ չեմ ասում, որ դա շատ յուրահատուկ պայմաններ է, բայց հաստատ գոմ չի։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ Արարատ ցեմենտը, այսինքն իրան հիշացրել է գոմ, կարանք այդ լսենք։ Անի մոտով Մարդիկ կան իրենց տունն են, հա, գոմի։ Միառիթով ասել եմ, ամոթա գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է։ Ասել գոմը լինի։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք։ 2 կոպեկ փող դնեք, մեկ շկարքի բերեք։ Այլի։ Մուտքի հատվածը լացեք նայեք վերևից, կերებ այդ գործանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Հիմա փառք Աստծո անցել է պետության կառավարմանը ու տեղացվելու է տեղյակի։ Հիշում ես, որ Գագիկ Ջահանգիրյանն էր, չէ՞։ Հիշում ես, որ առանձնատուն էր կառուցել, ինչ էր արել, որ բարձրաձայնում են, ասում էր, դե ինչ ա, որ այդ ինչ առանձնատունը գոմ է, էլի, բայց նայում ես նկարները, բան կանենք, մենք մոնտաժի ժամանակ նաև այդ հատվածն էլ կդնենք, թող համառությունը գնահատի, ասենք օրինակ այդ նույն Գագիկ Ջահանգիրյանի տունը արդյոք գոմ էր։ Ես խնդրում եմ նաև Նիկոլ Փաշինյանի նախկին տունը, որտեղ իրենք ապրում են, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, տունը կդնեք, որ հանրությունը տեսնի, հա, գոմ ասելով Նիկոլ Փաշինյանի վերջո ինչ նկատի ունի, բայց չեմ կարծում, որ արժի լուրջ վերաբերվել, հա, իր այս խոսույթին, քանի որ եկեղեցիներն էլ է, հա, ըստ էության գոմ անվանում եւ Չուլանացված էր ասել։ Չուլանացված էր ասել, բայց ու էլի խոսացինք բողոքի ակցիաներից, որոնք տեղ են ունեցել կառավարության դիմաց, հիշում ես նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ այն մարդիկ, ովքեր խմած են քշել, պրավեկից զրկվել են եւ այլն, ինչ որ ժամանակահատվածի վերաբերյալ կարող են դիմել եւ այդպես որոշում կայացվեց, բայց պարզվում է, եթե այդ արաղը կամ գինին, ուժ ալկոհոլը Հայաստանից դուրս ես խմել, այսինքն օրինակ Արցախում ա եղել, այդ խմած պրավից զրկվելը, էլ չեմ խոսում Ռուսաստանում, հայ քաղաքացին է զրկվել, всё, չես կարող։ Պետք է պարտադի արաղը Հայաստանի տարածքում գնացած լիներ ստամոքսետ, որ նոր համարվեր, որ դու խմած ես եղել, ու պետք է օգտվես դրա համար էլ այսօր հավաքվել էին մարդիկ կառավարության շեմքի դիմաց, ասում ախպեր խմել եմ, բայց ուրիշ տեղ եմ խմել։ Հիմա հանկարծ որ բան անես, ինչ էր անունը, ուրիշ տեղ խմես Ուրիշ չունենաս, որ պրավ։ Չէ, բայց իդեպ իրենք էլ են խապված իրենց զգում ու կառավարության ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է այն վարորդները, ովքեր դատարանի վճռով են զրկվել, մենք ոչինչ անել չենք կարող։ Ու վարորդների գերակշիռ մասը այս դատարանի վճռով են զրկվում վարորդական իրավունքից։ Հա, որովհետև կարող են բողոքարկել, ի վերջո բարեկի գործողությունները գործը գնա դատարան եւ մի խոսքով խմելուց է պետք է իմանաս տեղը որտեղ է, կարևոր է։ Դատամուրը էլի գորմը ինչ չի դու գնում ես տեն եմ ասում ես քո քաղաքացին եմ իմ հանդեպ ապօրինություն է էլի օտար երկրում ես իմից տեմ ես իմ երկրի իմ կա բացենք այս դատական process-ի մեջ ես իրավունք չունեմ ոչի բան ինչ չի հետաքրքրում զրկված է всё ոչ լսին ոչ բան ոչ բան տենց ոնց տենց է բդիներ ես իմի կոնկրետ ասում եմ ասենք եթե չտանել մեկը ես քշելու եմ Просто չեմ ուզում հանցագործ դառնամ, չեմ ուզում շահանալ են գիտեք որ նազարմանալին են որ ունե։ Ոբշեմ, ասած ես ինչա որ պետք է այնուամենայնիվ ալկոհոլ օգտագործածություն ստել ղեկին, չվարել, որպեսզի հետագա սենց պատմությունների մեջ չհավատալ Նիկոլ Փաշինյանի խոստումներին։ Բայց ես տեսա, որ դու հասցրել էիր, հա, արձակուրդդ որոշակի առումով վայելել, թե այնուամենայնիվ օրինակ, չգիտեմ, Հայաստանում եւս նախատեսում ես հանգստան օրինակ գնաս Սևան գնալու ես, թե չէ օրինակ այս տարի հետ եղել ես, ես անկեղծ չեմ եղել այս տարի Սևանում։ Ես նույնպես չեմ եղել։ Ահա, կա հնարավորություն վարչաֆեստա լինելու, գնանք Սևան, տժան, կառավարության անդամների հետ, տենց ուրախանանք, լավ երեկո անցկացնենք, պայմանավորվենք, տենց տաք շոր վերցնենք, գնանք, որ վարչաֆեստա, որտեղ նայ վարչաբենդ եղավ։ Իշխանական լափամանից օգտվենք։ Ես չգիտեմ, իշխանական լափանանը ինչպիսին է լինում, որտեղ երբևիցե չեմ օգտվել, բնականաբար սա էլ պետք է հումոր դիտարկել, վարչաֆեստ եւ վարչաբենդերին մենք չենք մասնակցում, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար այտենց շատ ծավալուն բաներ անում, ներկայացնում էր մի 100 բենդի թվարկեց, մենք 100 բաստորեն բենդ ունենք, այսինքն ասածս ինչ է, կարանք մոտ բենդ ճանաչում են միայն իրենք։ Հա, կարանք մի հատ բենդ ձևավորենք, օրինակ լրագրողա բենդ։ Հելնենք ամեկս մի բան անենք, նվագենք, երգենք, բան անենք, կարողա փողա շահենք, բայց հələ եկեք մի հատ էդ էլ լսենք։
Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործում է նաև Սևան Ստարտափ Սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են մրցույթ փառատոնի շրջանակներում օգոստոսի 21-ից 22-ը գնում ենք Սևան։ Պետք է ասեմ, որ Լիա ջան, շնորհակալություն քեզ։ Ես հույս ունեմ շնորհակալ, խոստացել եմ, որ հետաքրքիր եթեր է լինելու, հուսով եմ չեմ ձանձրացրել, բայց հումորի տեսանկյունից մի քիչ մեր թեմաները Շատ հումորային չէր, որովհետև հա իրականում այսինքն դες շուտ հումոր անելու, որ սիրտել չի մնացել, որտեվ հոգնել ենք, ես էլ եմ ուզում գնամ արձակուրդ, բայց ես նաև մեծ դիտողներին ասեմ, որ Լիան դատարկաձեռն չէր եկել, մեզ մառոժնի էր բերել, մենք դա կերանք, ոստը չէինք կարող սպասենք հաղորդման ընթացքում նախ կարող է մի քիչ սիրուն չլիներ ուտեինք եւ հաղորդում վարեինք միաժամանակ, բայց Լիան դատարկաձեռն չէր եկել բերել էր պաղպաղակ, կերել ենք, անուշ ենք արել, բայց այսքանով ավարտում ենք մեր այսօրվա մեր հաղորդումը, շարունակեք լինել շատ ակտիվ, մեկնաբանություններ գրեք, կարող եք նաև Լիայի մասին շատ լավ բաներ գրել, կուզենաք էլ իրան հրավիրենք, թե չհրավիրենք, բայց եթե ցանկություն ունեք, որ ես կրկին լինեմ այս եթերում, օրինակ ինչ թեմայի մասին կուզեիք, որ խոսեի, բայց չեմ կարծում, որ փայլակը ինձ կհրավիրի։ Մենք միշտ կուզենանք սիրով քեզ տեսնել, բայց դա արդեն տեղի կունենա աշնանը, որովհետև ես եւս գնում եմ արձակուրդ եւ մեր հաջորդ հանդիպումը արդեն տեղի կունենա սեպտեմբերին, օգոստոս ամսին, մենք բոլորս հանգստանալու ենք, իրակեսակատակ էր, բայց ամբողջ հանգստի վերաբերյալ էր կատակը, բայց մեր օվերդոզի հաջորդ հանդիպումը արդեն տեղի կունենա ամբողջ կազմով, կլինեն Արփին եւ Հռիփսիմեն եւս սեպտեմբերին, այնպես որ շատ չկարոտեք մեզ, կարող եք ձեր մեկնաբանություններ, եթե չլինեն հաղորդման տակը գրելու, կարող եք մեզ առանձին նաև գրել, բարձրաձայնել թեմաներ, որոնք մենք արդեն սեպտեմբերին մեր հաղորդմանը կլուսաբանենք, կբարձրաձայնենք եւ կխոսենք, շատ առողջ եղեք, կհանդիպենք արդեն աշնանը, լավ մնացեք։